Պաշտոնական հանդիպումներից առաջ դեպի առաջնագիծ Էդուարդ Շարմազանովին այստեղ անակնկալ էր սպասում ուսանողական տարիների ընկերոջը Խրամատում հանդիպեց։ Ծանոթ չընկեր, իմ ուսանողական ընկերն է, արդեն փոխգնդապետ է։ Հանդիպման քաղցրությունը թեյի սեղանն ավելացրեց, բաժակները Էդուարդ Շարմազանովն է լցնում։ Իսկ մի քանի տասնյակ մետր այն կողմ հակառակորդի խրամատներն են, Արցախի արևելյան սահմանագիծն է։ Այս հատվածում հակառակորդից հեռավորությունը կազմում է 45-50 մետրից մինչև 300-400 մետր, վերահսկվում է ամեն մի միլիմետրը, վստահեցնում է Գարիկ Աբրահամյանը։ Երբ որ վերադառնում ենք Երևան, հասկանում ենք, որ սխալվելու իրավունք չունենք, որ այսօր մեր ընտանիքները Երևանում, Հայաստանի ցանկացած վայրում, գյուղում, որ հանգիստ քնում են, այս մեր հերոս աղբերների, հերոս տղաների շնորհքն է։ Հայրենասիրության պակաս առաջնագծում չտեսավ, բայց ամեն դեպքում Նժդեհյան թեմատիկայով իր հեղինակած գիրքը դիրքապահներին նվիրեց մակագրությամբ։ Մեծագույն սիրով եւ հպարտությամբ նվիրում եմ ազգից զինվորին։ Աստված ձեզ պահապան։ Այսօր սահմանը պահած տղաների հաղթանակը դիվանագիտական ճակատում ամրագրելու հրամայականն է դրված։ Արցախի ճակատագիրը պետք է ինքը Արցախի ժողովուրդը որոշի, համոզված է փոխխոսնակը։ Բացառությամբ Արցախի ժողովուրդը առանց որևէ մեկը իրավունք չունի Արցախի ժողովրդին պարտադրել այլ ճանապարհ։ Ինքնորոշման իրավունքի իրացումից Արցախի հասարակությունը պետք է ամբողջությամբ օգտվի։ Մենք էլ որպես Արցախի հանրապետության եւ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր ձեր կողքին ենք։ Այս խնդիրը մեր բոլորիս խնդիրն է, այս խնդիրը հայության խնդիրն է։ Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթությունը սկսվում է նրանից, որ պետք է ճանաչվի Արցախի ժողովրդի ոչ թե պարզապես ինքնորոշման իրավունքը, այլ այդ իրավունքի իրացման արդյունքում կերտած անկախ պետությունը։ Մեզ համար Արցախի անկախության հարցը քննարկման ենթակա չէ։ Արցախի կարգավիճակը պետք է որոշի բացառապես Արցախի ժողովուրդը եւ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախը փաստացի անկախ հանրապետություն է եւ ընդամենը ժամանակի հարց է Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը։ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում բամբասանքներին տուրք չտալ, Արցախցին իր ճակատագիրը պետք է որոշի հենց Արցախում։ Մենք հասկանում ենք Արցախ ասելով։ Այսինքն Արցախի հանրապետություն։ Հանուն այդ ապագայի եւ հանուն սահմանը պահող զինվորի անփորձանք ծառայության են աղոթում քաղաքական գործիչներն ու դիրքապահները։ Հսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր։ Նման աղոթատեղիներ մեծ կամ փոքր կան բոլոր դիրքերում։ Աստված մեզ հետ է, առաջնագծից վերադառնալիս այս համոզմունքը ավելի ամուր էր նստած քաղաքական գործիչների մեջ։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, Հոր